Ոչ մեկ ոչ միտեղ չի գցում, ամեն շատ հստակ է եւ ներառված է մեր օրենքում, կառավարության որոշումներում, հիմնադրամի մասին հիմնադրամի կողմից կայացված որոշումներում։ Ամեն անձի համար տարեկան ապահովագրավճարը 129.600 դրամ է եւ այն չի կարող տարբերակվել ըստ թե ով է վճարում ապահովագրավճարը, երբ որ դուք հարցնում եք արդյոք եթե վերանայվի ապահովագրավճարը, այդ վերանայումը կիրականացվի միայն ապահովագրավճար վճարողների համար, ոչ։ Եթե ապահովագրավճարի չափը վերանայվի, ապա կվերանայվի բոլորի համար, եւ 65+ տարիքի անձանց համար եւ մինչեւ 18 տարեկանների համար, ում համար վճարում է պետությունը։ Այսինքն սա օրենքով սահմանված դրույթ է հստակ, ապահովագրավճարը ֆիքսված է բոլոր խմբերի համար նույնական։ Հաջորդիվ արդյոք կարող է փոխվել ապահովագրավճարը, այո, եւ օրենքում դրված են այդ մեխանիզմները։ Ամեն տարի հաջորդ տարվա համար ազգային ժողովին առողջապահության նախարարը ներկայացնում է ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց սպառված ծառայությունների, մատուցված այդ ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության եւ այլն, այսինքն ներկայացնում են նախորդիվ տարվա արդյունքները եւ առաջարկ է ներկայացնում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ եւ ամեն տարի ազգային ժողովը պիտի որոշում կայացնի, թողնում է նույն ապահովագրավճարը, բարձրացնում է, իջեցնում է, թե ինչ է անում։ Սա մեխանիզմը ինչպես է վերանայվելու ապահովագրավճարը։ Հավասարապես ավելանալ է թե անհատների պետության վրա, թե պետության վրա կմնա, Դա էլ է կախված է տվյալ տարվա բյուջետային հնարավորություններից։ Եթե տվյալ տարվա բյուջեն հնարավորություն ունենա սուբսիդավորման, կսուբսիդավորի, չի ունենա, չի սուբսիդավորի։ Իհարկե, ոչ մի բան չի բացառվում, սա ազգային ժողովում ինչպես ամեն տարվա բյուջեն է, այդպես է քննարկվելու է եւ ընդունվելու է։ Հաջորդիվ արդյոք մենք այս տարվա բյուջեի շրջանակներում քննարկում ենք այդ ավելացումները, մենք առաջիկա ամսվա ընթացքում արդեն այս ամփոփ տվյալներով իհարկե մեր ֆինանսական բլոկի ներկայացուցիչների հետ ունենալու են քննարկումներ 27 թվականի արդեն սուբսիդավորման ուրեմն հատվածի եւ այլնի մասով։ Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում այս պատկերը կհստակեցվի 27 թվականի ընթացքում պետությունը ինչքան է սուբսիդավորելու այն խմբերին, ում ամբողջ չի սուբսիդավորում։ Գիտեք, որ մենք նաև 6000 դրամներն ենք սուբսիդավորում, այս սրահատվածով դեռ առաջիկա 1-2 ամսում կունենանք որոշումներ։ Իսկ մեր մոդելի հիմքում որ երկրների փորձն է դրված, նշեմ, որ մենք ուսումնասիրել ենք Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի, Հարավ Կորեայի մոդելները, ուսումնասիրել ենք նաև ԱՄՆ-ի մոդելը, որպես մասնավոր ապահովագրական մոդել, բայց մեր սիստեմը ավելի նման է Լիտվայի, Ֆրանսիայի համակարգերին եւ Նիդերլանդներինը դուալ է, այսինքն ըստ էության իրենք մի հատ ունեն ընդհանուր ապահովագրական հիմնադրամ, կառուցակարգեր, նույնը չեն անունները իհարկե, բայց հետո տրված է մասնավոր ապահովագրական ընկերություններին օպերատորությունը անելը։ Սա էլ ենք շատ երկար ուսումնասիրել ենք, բայց ի վերջո հանգել ենք, որ այս էտապում Հայաստանի տնտեսական, սոցիալական, առողջապահական կարողությունների համար մաքսիմալ արդյունավետ ձևաչափը սա է ունենալ։ Ռուսականներ են ուսումնասիրել իհարկե եւ նման է բավականին, այսինքն իրենք էլ ունեն մեկ OMS-ը, այսինքն միասնական պարտադիր ապահովագրական համակարգ եւ ունեն DMS, այսինքն հավելյալ ապահովագրական համակարգ, ինչ որ առումով էլի նման է։ Իհարկե էլի որոշակի տարբերություններով, դե հասկանալով ֆեդերատիվ մեծ երկիր է, տարբեր ֆինանսավորման մեխանիզմներով, այսինքն կան նաեւ տարբերություններ։ Սա է։ Միակ կարծիքն է, մենք հիմա հիմնադրամի միջոցով չէ՞ ամենից բարձր գումարները։ Այո։ Ճիշտ է, որ հիմնադրամի գործառնական ծախսերը եւս մտնելու են այդ ապահովագրավճարի մեջ, երբ որ դուք վերահսկում եք։
ապահովագրական հիմնադրամի ծախսերը գործառնական այսօր էլ մտածեն, ապահովագրավիճարի մեջ հաշվարկված են եւ օրենքով նաեւ սահմանված է առավելագույն վարչական ծախսերին ուղղվող չափ։ Դա ապահովագրական ուրեմն համախառն բյուջեի մինչեւ 2%-ն է։ Ամեն տարի ապահովագրության հիմնադրամը պետք է հաստատի իր հաջորդ տարվա բյուջեն ծախսերի եւ սա է գործընթաց է, որը եւս կառավարության կառավարման շրջանակներում